Ամեն անգամ մտնել ժողովրդի մեջ, ասել ինչ է արել 5 տարվա ընթացքում, քանի առնվազն փորձ է արել այս իշխանությունից ազատվելու համար, դա մենք ենք։ Մենք ձեռքերս ծալած այս տարիների ընթացքում չենք նստել, բայց հիմա շատ պարզ դեռևս աշնանից մեր ժողովրդին ասել են, որ առջևում ընտրություններ է, այո այդ ընտրությունը միջոց է եւ ամեն ինչ պետք է անենք այս ճանապարհով խնդիրը լուծելու համար։ Լրջագույն հնարավորություն է լինելու նաև մարդկանց ընդդիմության մեջ այլընտրանքներ եւ այլընտրանքային ծրագրեր առաջարկելով սրանց վերարտադրությունը կանխել։ Այս ընտրությունները այո շատ բարդ ընտրություններ են լինելու, բայց միասին ես վստահ եմ, որ կարողանալ ենք հաղթահարել այս փորձությունը եւ պատվով դուրս են գալու հաղթանակած եւ իհարկե միասնական ուժերով։ Գյումրի ընտրություններով հենց այն հիմնական նաև հույսը, որ արթնացավ այս իշխանություններին ընդդիմադիր տրամադրված մարդկանց մոտ։ Շատ լավ հասկանում եք, եթե չլիներ Գյումրիում այն ակտիվ մասնակցությունը, որը եղավ, հնարավոր չէր լինել։ Մենք ունեցանք սպասվածից շատ ավելի շատ մասնակցություն, 47,000 եւ ավելի մարդ մասնակցեց, ու սա ամբողջապես փոխեց իրավիճակը։ Այստեղ հարցը մի կողմ դնենք, ինչ, ոնց ու նախասիրությունը ինչպես, բայց զուտ ընտրական տեսանկյունից Գյումրին ցույց տվեց, որ իսկապես հնարավոր է, չնայած բոլոր բռնաճնշումներին, ռեպրեսիաներին, բանտարկումներին, այս հնարավորությունը դուք ցույց եք տվել ու համոզված եմ, որ նորից իրարել ցույց եք տալու։ Դա պետք է ընդհանրապես խոսել ճշմարտությունից։ Եթե խոսենք ճշմարտությունից, այդ ժամանակ նոր կլինի ամեն ինչը ճիշտ։ Այդ ժամանակ ժողովուրդը նոր կգնա մեր հետևից։ Այլապես չի գնալու ժողովուրդը։ Այլապես ժողովուրդը արդեն հոգնել է ամեն ինչից։ Շնորհակալություն։ Հասկանում եք պահանջները ունենք, բայց գիտեք, ով ճշմարտությունից չի խոսել։ Այդպես միակ ճիշտը լինելու բանը, որ վերցրել եք ձեր վրա բոլորը սխալ են, մենակ դուք եք ճիշտ, այս չի լինում։ Նա էլ է տենց անում։ Նա էլ ասում, մենակ ես եմ ճիշտ, բոլորը սխալ են։ Նկարիչն էլ է սխալ, բանաստեղծն էլ է սխալ, բանվորն էլ է սխալ, գյուղացին էլ է սխալ։ Դադարացրեք դες մտածել։ Մեղադրելով, բաժանում անելով հարցի լուծելու։ Ամեն մեկ իր գործը պետք է անել, դուք եք ձեր գործը պետք է անեք։ Ուզում եք ազատվել այս շարիկից։ Ոչ թե ճարեր ասեք, ճշմարտությունից չի խոսել այստեղ նստածներից։ Առավելագույնը խոսել են, չէ՞, բայց բաներ կա, որոնց մասին խոսելը վնասել է նաև իշխանել ամենաբարձր ճիշտ ինֆորմացիա լինի, բաներ կա, որ պետք չի ասել, նույնը Արցախի մասին որ խոսում եք, գիտեք ինչքան են խոսել այդ նույն արցախցիների հետ։ Այդ մուննաթը բանը մուննաթի ժամանակ չի ցավը տանը, գործանելու ժամանակն է։ Չի պարոն Վարդանյան, մուննատ չի։ Ես մուննատ նկատեցի, իմ անանուն թունել եւ խնդրում եմ այս տոնով գործանելու ավարտեցի։ Չենք իջում, դասում խոսել։ Մեր աշխատելու ժամանակ։ Ես ծնունդով Ստեփանակերտից եմ, ազնագրով Գյումրեցի։ Արդեն ընդունել։ Հիմա ինձ երկու հատ հարց ունեմ ձեզ բոլորին։ Ինչու այսօրվա դրությամբ որ ասում եք սև ու սպիտակ են սարքել, չգիտեմ ինչ են արել, ինչու հնարավոր չի, սա ինչքան ընդդիմադիր կա, չգիտեմ, թեկնածություն դնով կա, սա միանակ մի մարդու պես, որպեսզի տվյալ իշխանությանը ներկայիս հեռացնենք, դա առաջին հարցը։ Երկրորդ հարցը ձեր պատրաստականությունը Արցախի վերաբերյալ հարցը, լուծումը։ Այդտեղ խոսվեց անվտանգության մասին, գիտեք, անվտանգության համար ձևավորվում են երկու երաշխիքներ, ազգային եւ միջազգային երաշխիքներ։ Ազգային երաշխիքը դա մեր միասնականությունն է, մեր բանակն է, ռազմավարական նպատակներն են, մեր հավաքական կամքն է, մեր արժանապատվության վերականգնումը։ Սա այս ուղղությամբ աշխատանք տանելը ծանր է, բայց կարելի է տանել, բայց նաև միջազգային երաշխիքներն են անվտանգության ամենակարևոր ուղղությունը։ Փորձը մեր այս 30 տարիների փորձը ցույց է տվել, որ միջազգային երաշխիքների արտաքին հարթակում Հայաստանը, Արցախը ներկայացնելու, հավասարը հետ զրուցելու, գրագետ ներկայացնելու մեր իրավիճակը
բերել է հաջողությունների Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակ։ Ես հենց այնպես չեմ ասում։ Ինքը այն անձնավորությունն է, որը որ կարող է գրագետ հավասարը հավասարի համարձակ կերպով ներկայացնելու։ Իսկ ներկայացնելու համար անհրաժեշտ է մեր աշխատանքը, որ մենք կարողանանք այս իշխանությունների վերարտադրությունը բացառել։ Իշխանության փոփոխության պարագայում, որը մեծ հուսով ենք մենք, արդյոք կա ձեր ծրագրային դրույթում գյուղատնտեսության նախարարության վերականգնման մասին ինչ-որ խոսք։ Շնորհակալություն։